Շնորհակալ եմ նախագիծը ներկայացնելու համար եւ հարց ունեմ, ինչպես նաեւ հարցի հետ կապված փոքրիկ նախաբան, վերջերս երրորդ նախագահը հայտարարեց, որ իրենց ուժը ուղղակի չի մասնակցելու ապագա համամասնական ընտրություններին եւ դրան մասնակցելու է անուղղակի եւ հանրայնացվեցին որոշ ձայնագրություններ հեռախոսային, որտեղ հիմնական գործող անձինք հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն էին եւ այստեղ կարելի է հասկանալ ըստ էության թե ինչ է նշանակում անուղղակի չենք մասնակցի, իրենց վրա վերցրել են անուղղակի ընտրակաշառք բաժանելու այս լուրջ պարտավորությունը Եվ 2018 թվականից հետո մենք տևական ժամանակ չէինք օգտագործում եւ չէինք էլ լսել ընտրակաշառք բառը, բայց ցավոք նախկինները, այսպես ասած, իրենց ողջ արժե համակարգին բնորոշ տրամաբանությամբ դարձյալ ուզում են հետ վերադարձնել իրենց իշխանության հիմնական աղբյուրը։ Դուք ձեր նախագծի հիմնավորումում նշում եք, որ եթե քվեաթերթիկի կամ ծրարի մեջ լինի լրացուցիչ իրեր, որոնք ըստ էության պետք է հիմք հանդիսանան հասկանալու համար գումար տվողին, թե արդյոք տվյալ անձը, քաղաքացին, ընտրողը իր կողմից տրված պահանջի համաձայն ընտրություն կամ գումարի դիմաց ընտրություն կատարել է, թե ոչ։ Ես կցանկանամ հասկանալ օրենքի նախագիծը, ավարտում եմ, օրենքի նախագիծը, երբ որ փորձել եք ներկայացնել եւ հիմնավորել, արդյոք կապ ունեն Գյումրու, Փարաքյարի եւ վերջերս Էջմիածնի ընտրությունների հետ կապված նման դեպքեր եղել են, թե ոչ։ Ես չեմ կարող ասել նման դեպք այնտեղ եղել է թե ոչ, ընդհանրապես կարող եմ ասել, այսքան կոնկրետ քվեարկության ծրարում այլ իրի արկայություն եղել է թե ոչ։ Բայց ես պետք է ասեմ, որ մենք նման կարգավորում ընդունել ենք դեռևս 2021 թվականին, այսինքն մինչև 24 թվականի փոփոխությունները, այդ կարգավորումը եղել է եւ կարծում եմ, որ այդ կարգավորումը բավականին լուրջ կանխարգելիչ ազդեցություն է ունեցել այն բանի վրա, որ դա պարզապես տեղի չունենա, որովհետեւ մարդը, որը իմացել է, որ եթե ինքը օրինակ տա ընտրակաշառք եւ այն մարդուն ում տվել է ընտրակաշառք ասի դու ծրարի մեջ կդնես ինչ որ տարբերակող իր, որից ես հասկանամ դու քվեարկել ես թե ոչ եւ այդ քվեաթերթիկը անվավերա դարձել օրենսդրության համապատասխան, որը գործել է մինչև 24 թվականի դեկտեմբերի փոփոխությունները, ապա բնականաբար այդ քայլը այլևս չի կատարվել, այսինքն կանխարգելվել է այդ արարքը։ Հիմա այս փոփոխության նպատակը նորից դա է, որ այդ 5 կարգավորումը վերադարձվի մեր ընտրական օրենսդրության կարգավորումների մեջ եւ գալիք ընտրությունների ժամանակ նույնպես այդ կանխարգելիչ ազդեցությունը ունենա։ Շնորհակալ եմ, ես ուզում եմ կարևորել մեր քաղաքացիների համար, որ ընտրակաշառք տալը, ընտրակաշառք վերցնելը եւ այդ քվեաթերթիկի կամ ծրարի մեջ գտնվող լրացուցիչ իրը ուղիղ փոխկապակցված են իրար հետ, որը այդպես իրենց կողմից արդեն վերահսկողության որոշակի գործիքների մասին է խոսում եւ երկրորդ հարցը Տիկին Ջուլակյան խոսեցիք դաշինքների կամ քաղաքական միավորների անձնանունների հետ կապված անթույլատրելիության հետ։ Ես օրինակ վերջերս իմացել եմ, որ կա մի քաղաքական ուժ, որը քաղաքացիական գծի քաղաքական դիրքորոշումը, այն է բոլորին դեմ եմ, դարձրել է քաղաքական ուժի անվանում եւ կարծես թե պատրաստվում են հենց այս անվանումով առաջիկա ընտրություններին մասնակցել։ Այս դեպքում ընտրական օրենսգիրքը կուսակցությունների մասին օրենքը ինչ է ասում, երբ որ օրինակ քաղաքացու կոնկրետ դիրքորոշումը քաղաքական վերցվել է եւ դարձել է քաղաքական ուժի անվանում։ Ես վստահ չեմ, որ օրենսդրական կարգավորումները կոնկրետ բան այս մասով ասում են, բայց կարծում եմ, որ նման անվանման ընտրությունը կուսակցության համար կարող է մոլորեցնող հանրության համար մոլորեցնող ազդեցություն ունենալ եւ այս հարցը հավելյալ իհարկե կարող ենք քննարկել, թե այս դեպքում արդյոք որը պետք է լինի օրենսդրի պետության մոտեցումը, լուծումը առհասարակ, բայց համենայն դեպս ես տեղյակ չեմ նման կարգավորումից, որը ուղղակիորեն արգելում է նման բան։ Հովիկ Աղազարյան։ Շնորհակալություն, Տիկին Ջուլակյան, երբ որ ես ծանոթացա օրակարգում ընդգրկված առաջի հարցին, իմ մոտ բան առաջացավ, որ հիշողությանս մեջ, որ մենք ընդունել ենք, թե քննարկել ենք այդ հարցը ինչ-որ ժամանակ, հետո այսօր այդ հարցը պատասխանի ժամանակ, երբ որ այդ նմանատիպ հարցեր շոշափվեցին, ես ավելի խճճվեցի։ Խնդրում եմ մի հատ պարզաբանեք այդ հանգամանքը, մենք քննարկել ենք, ընդունել ենք, ինչ ա եղել էլի ժամանակին։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Աղազյան։ Այո, 2022 թվականի հուլիսի 14-ի էլի ընտրական օրենսգրքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի
մեծ փաթեթով ընդունել ենք նաև այդ կարգավորումը։ Եվ այդ կարգավորումը քիչ առաջ խոսում եմ այդ մասին, բայց նորից կրկնեմ։ Այդ փոփոխությունը կատարելու տրամաբանությունը եղել է այն, որ մենք անցել ենք համամասնական ամբողջությամբ համամասնական ընտրակարգի, բայց դեռևս շարունակում են դաշինքների անուններ, կուսակցությունների անուններ, անձնանուններ պարունակել եւ դրանով իսկ համամասնական ընտրակարգի էությունը խեղվում է, այսինքն մենք ունենում ենք ըստ էության մեծամասնական համակարգ, համամասնական ընտրակարգի անվան ներքո եւ այդ խնդիրը լուծելու համար 22 թվականի հուլիսի 14-ի փոփոխությունների փաթեթով մենք նախատեսել ենք փոփոխություն կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում եւ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանադրական օրենքում եւ արգելել ենք կուսակցություններին իրենց անվանումներում ունենալ անձնանուններ եւ պարոն Ղազարյանն էր այսօր ասում կուսակցությունը գնացել է ռեգիստր գրանցվել է եւ այլն կուսակցությունը գնացել է ռեգիստր հենց գրանցել է առանց անձնանվան անվանում, որովհետև կուսակցությունների մասին օրենքը արգելում է ունենալ անձնանուն կուսակցություններին իրենց անվանման մեջ։ Եթե արձագանք եք կշարունակեմ։ Հա, խնդրեմ շարունակեք։ Շնորհակալություն։ Եվ համանման նաև կարգավորում ենք նախատեսել ընտրական օրենսգրքում, քանի որ եթե մեկ կուսակցություն չի կարող ունենալ իր անվանման մեջ անձնանուն, տրամաբանական է, որ մի քանի կուսակցություններ միավորվելով չեն կարող ունենալ անձնանուն, այսինքն նույն տրամաբանությունն է գործում մեծամասնական համակարգի չանցումը։ Եվ ըստ այդմ ընտրական օրենսգրքում ամրագրել ենք, որ թե ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եւ թե համամասնական ընտրակարգով անցկացվող թիմ ընտրությունների ժամանակ կուսակցությունների դաշինքները չեն կարող իրենց անվանումներում ունենալ անձնանուն։ Սակայն 2024 թվականի մեծ փաթեթով բացառապես տեխնիկական վրիպակի արդյունքում այդ ազգային ժողովին վերաբերող հատվածը դուրս է թռել օրենսդրությունից, բայց դա չի քվեարկվել, չի քննարկվել հանձնաժողովում եւ բացառապես տեխնիկական վրիպակ է։ Եվ իրականում մենք կարող էինք տեխնիկական վրիպակի շտկման ճանապարհով գնալ, բայց մենք մտածեցինք, որ այդ ճանապարհով գնալու դեպքում լեգիտիմության խնդիր կունենանք եւ որոշեցինք, որ այս հարցը բերենք ազգային ժողովի քննարկմանը եւ փոփոխություն կատարենք եւ վերականգնենք այն կարգավորումը, որը արդեն իսկ կար եւ կա նաեւ օրենսդրության այլ կտորներում։ Շնորհակալություն։